Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակությունն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր։ Կայացել է Հայաստանի ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների 3-րդ աշխատանքային հանդիպումը։ Նպատակն է քննարկել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջխորհրդարանական կապերը հատուկ տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում։ Միջխորհրդարանական հանձնաժողովը շարունակում է մնալ կառուցողական երկխոսության եւ արդյունավետ աշխատանքի հիմնական հարթակ։ Փաստել է ազգային ժողովի փոխնախագահն ու հավելել. Ընթացիկ տարին նշանավորվել է Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացմամբ։ Տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ այցելություններ եւ հանդիպումներ, իսկ երկու երկրների ղեկավարների միջև շփումները կրել են շարունակական բնույթ։ Դաշնության խորհրդի փոխնախագահ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը եւս անդրադարձել է մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը, միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ 40-րդ նիստը որոշվել է անցկացնել 2026 թվականի առաջին կեսին Սոչիում։ Այցի շրջանակում ազգային ժողովի պատվիրակությունը Կրոնշտադտ քաղաքում մասնակցել է մեծ ծովակալ խորհրդային միության հերոս Հովհաննես Իսակովի արձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Бюст адмиралу флота Советского Союза Ивану Степановичу Исакову открыть. Հայ ժողովրդի զավակի խորհրդային հայտնի ծովակալի հուշարձանի բացումը երկու երկրների եւ ժողովուրդների ընդհանուր պատմության, ինչպես նաեւ ազատությունն ու խաղաղությունը պաշտպանողների հիշատակի նկատմամբ խոր հարգանքի խորհրդանիշ է, փաստել է ազգային ժողովի փոխնախագահը։ Его имя навсегда. Հովհաննես Ստեփանի Իսակովի անունը հավիտյան մտել է նավատորմի պատմության մեջ եւ դարձել համազգային հիշողության մի մասը, որպես անսասանության խորհրդանիշ, որը սերունդների է ոգեշնչել եւ շարունակում է ոգեշնչել։ Հակոբ Արշակյանն ընդգծել է Հովհաննես Իսակովը ոչ միայն տաղանդավոր զինվորական հրամանատար եւ գիտնական էր, այլև իսկական հայրենասիրության, քաջության եւ հավատարմության մարմնացում։ Նրա կյանքը խորհրդանշում է անձնազոհ ծառայությունը հայրենիքին եւ օրինակ է, թե ինչպես պատիվը, պարտքը եւ գործի նվիրվածությունը կարող են դառնալ ուղեցույց սերունդների համար։ Թող այս հուշարձանը լինի անսասան ոգու խորհրդանիշ, ինչպես նաեւ հիշեցում այն մասին, որ հայրենիքի համար կատարված սխրանքը ժամանակ չի ճանաչում։ Этот памятник, Կիսանդրու բացումը եւս մեկ ապացույց է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջև պատմական կապերի ամրության եւ անխզելիության։ Հայ ժողովրդի մեծ զավակ Իվան Ստեփանի Իսակովն իր կյանքի ընթացքում հայրենիքին իսկական ծառայության, զինվորական եւ սպայական պարտքի օրինակ է ծառայել։ Հովհաննես Իսակովը մասնակցել է Բալթյան երկրների, Լենինգրադի, Ղրիմի եւ Կովկասի պաշտպանության ռազմական գործողությունների պլանավորմանը, արժանացել խորհրդային միության հերոսի կոչման, պարգևատրվել բազմաթիվ շքանշաններով։